լոբի ենք վաճառում։ Ամեն ինչ էլ ունենում ենք, էլի։ Սեզոնով պայմանավորված մենակ լոբի եք վաճառում։ Չէ, այսօրվա մասին է խոսքը լոբի։ Պամիդոր էլ ունենք, վարունգեր ունենք։ Լոբի։ Բերքից գոհ եք։ Իհարկե։ Ես գոհ եմ։ Իսկ ինչքան եք վաճառում։ Գինը 400։ Այսօր 400, բայց վաճառել ենք ավելի թանկ։ Դե գինը այնա սեզոնն շատացել է լոբին, ավտոմատ իջնում է գինը։ Իսկ Ասենք պատճառը, որ արդեն վերջն է լոբիների ու դաշտերի լոբիներն եղել է, դա ջերմոցի է։ լոբի գնի համար 400-ը լավ է, թե էժան է, թե թանկ է։ Այսօր լավ է։ Լավ է։ Այսօր։ Այս եղանակին լավ է։ Շատ եք չարչարվում ինչև աճեցնում եք, ինչ գործընթացներ եք անում, ինչ պրոցես է անցնում։ Գիտեք ոնց, աճացնելը հեշտ չի։ Իհարկե դժվար է։ Չարչարանքը, այսինքն առաջ չարչարվելու ոչ մի բան չկա։ Բայց դա աշխատողներ կան, օգնում են, մենք վճարում ենք, իրանք օգնում են, մենք էլ հետները մասնակցում ենք։ Դուք այդքան աշխատանքի մեջ ներգրաված չեք։ Ես վաճառողի դերում եմ։ Հա։ Մեր ջերմոցների վաճառողը ես եմ։ Բայց հողի հետ անմիջապես Ունեմ, շփում գործ չունեք։ ունեմ։ Հա, աշխատում եք։ Ամեն ինչ էլ անում եմ։ Չէ, ոչ թե անում եմ, դե պետք է մեկը մասնագետ լինի, որ կարողանա շակել։ Խոսքով մշակությունը մենակ ֆիզիկականը չի։ Իսկ եկամտից ընդհանուր առմամբ գոհ եք դուք այս տարի։ Հա, ես հա։ Նախորդ տարիների Միշտ համեմատ։ գոհ եմ, այդ ճիշտը որ ասեմ։ Հա։ Ես դժգոհ չեմ եղել։ Դե ես իմ ճիշտ մշակելու Դենի ստացվել է, չգիտեմ, իմ մոտ նորմալ է եղել ամեն ինչ էլ։ Ես ոչ թաքցնում եմ, ոչ էլ սուտն եմ ասում։ Եղել է մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց գոհ եմ։ Հողատարածքը մեծ է, շատ Դե հողատար։ հիմնականը ջերմոց է, 2 հեկտար հող է։ Ասենք ծառապտուղ, դաշտային պամիդոր։ Հիմա պետք է դաշտը պամիդոր ունենանք, կլուբնիկ ենք աճացնելու դաշտը։ Դեղց ունենք, ջերմոցներ ունենք։ Հիմա որ իշխանությունները փորձում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները լավացնեն, ասում են սահմանները բացվեն, առևտուր անենք, ձեզ վրա դա ինչպես է անդրադառնալու։ Գիտեք, դուք երիտասարդ չեք հիշի, այն ժամանակ Ադրբեջանն էլ էր բաց։ Կամ ասենք այսօր Թուրքիայի անուն ենք տալի, որ թուրքերը մեր ճշնամին են, որ վախենանք։ Վայ թուրքերը մեզ կուտեն, թուրքերն եկանք են։ Պարսկաստանը պակաս աշխատասեր ժողովուրդ չեն։ Պաստիկների պամիդորը միշտ ստեկա, թուրքերի պամիդորն էլ միշտ ստեկա։ Հենց թանկացա պամիդոր երբ հասնում է 600, հենց հասնում է 600, Պարսկաստանից է պամիդորը գալի։ Հենց հասնում է 800, այս մի 10 տարվա պատմություն եմ ասում։ Թուրքիայից է գալի։ Թուրքիայից պամիդորը գալիս է Վրաստան, Վրաստանից գալիս է ստե։ Տարբերություն 50 դրամի առնելու, ոչ մի ավել։ Նես որ վախենալու բան չկա Գյուղացին չի տուժելու դրանից։ Կոնկրետ ես իմ պատկերացումով ընդհանրապես չի տուժելու։ Վերջը գյուղացին թող այդ ոնց է Թուրքիայի գյուղացին կարա իրաց պամիդորը բերի ստե վաճառի, եթե ճիշտ չմշակի չի կարա։ Ես տենց եմ հասկանում։ Իսկ հիմա որ ռուսական շուկա հայկական գյուղմթերքը չի արտահանվում, ձեզ վրա, կոնկրետ ձեզ վրա ազդեցություն կրում եք, թե չէ։ Կոնկրետ իմ վրա չի ազդում։ Ես Ծիրանի ունեի, բայց չունեմ, ես ինքս եմ ոչնչացրել Ծիրանը։ Չէ, Ծիրան ընդհանրապես իր պատիվը գցել էր։ Ինչ առումով։ Դե առաջ Ծիրանին խնդրում էին, որ առնեին։ Չէ, վրացիները հերթ էին կայնում։ Հա։ Կոնկրետ իմ դաշտի մոտ։ Բայց հիմա ոչ մեկին հետաքրքիր դու պետք է խնդրես, որ քո Ծիրանը փորով տանեն Ռուսաստան։ Բայց այս տարի կոնկրետ դեռ Ծիրանա, եթե խոսենք Ծիրան այս տարի շատ արդյունավետ է Ծիրան ունեցողի համար։ 600-ով տնից ծախում է, սկզբան չի եղել, ստե 800, 600, ստե թանկա։ Տնից 600-ից պակաս Ծիրան չեն տանում։ Բերք չկար դրա համար, թե։ Բերքը քիչ է իհարկե սակավա, բայց տանում են, Ռուսաստան են տանում։ Նույն Ծիրանը, մեր Ծիրանը, մեր պամիդորը, հետում է Ռուսաստան հիմա։ Հիմա հետում է Ռուսաստան, չերես Ադրբեջան։ Ծիրանը ֆուրը բարձում հետում է Պարսկաստան, Պարսկաստանից Ադրբեջան, ֆուրը փոխում է հետում է Ծիրանն հետում է Վրաստան,
կոնկրետ ես հաստատ գիտեմ փաստերով։ Բայց ոչ հայկական արտադրանքի Հա, ադրբեջանական է կոչվում։ ներկայացվում է Ադրբեջանցի, պարզ եմ ասում։ Փողը տվել է, վրացական փողն եկել Ծիրանը վարձեք տարել է։ Այսինքն прямо стоит Ռուսաստան, այսինքն Վրաստանը որ անցնի, Ադրբեջանով անցե։ Պատկերացրեք ինչ եմ ասում։ Նույնիսկ որ նոր բան չի։ Եվ մեր ապրանք ընդերել է ծախվում, բայց ավելի լավ, թող սովորեն մեր ժողովուրդը ճիշտ արտադրեն, մաքուր առևտուր անենք, Եվրոպայի տանենք։ Չեմ ասում Ռուսաստանը չենք անում, Ռուսաստանը էլ կանենք։ Նոր այսօր թեման զրույց եղավ մեր ժողովրդի հետ, ստե ամեն օր թեմա է։ Հա։ Ասում է, տակի ժեխը ուղարկում ենք Ռուսաստան ծախվում է։ Ասի պետք է սովորես, որ ժեխը շատ լավ են ուղարկի։ Ես էլ տենց եմ Բայց Եվրոպան մեր գյուղմթերք կընդունի։ Խնդրում է։ Ես չգիտեմ դա իշխանով է ճիշտ մի 2002 թվին ես ինքս Ֆրանսիայից մարդ եկավ, Ֆրանսիա ամենախոշոր բանջարեղեն, տտուղ բանջարեղենի ֆիրմա էր, խոշոր, բոսը իրանց, տենց էր ասում ամենայն դեպս, իմ ընկերը բերեց, ինքն իրա թարգմանիչներ հատուկ բերը հետը, ինքն էլ կարա թարգմաներ, ասում եմ ինչի է բեր, ասում եմ որ լրի պատասխանատու լինի այդ թարգմանիչը, որ որ սխալվի էլի, որ ճիշտ թարգմանեն, որ ամեն ինչը իրավաբանական ուժ ունենա։ Մեր մոտ մի օր էլ մեր տուն մնացին, այդ Ծիրանի հարցերը լուծենք, հետո մի շաբաթ հետո նոր հասկացան, որ մեր Ծիրանը չի կա, դա 2002 թվին եմ ասում։ Մեր Ծիրանը չի կարա գնա Եվրոպա։ Բայց հիմա բաց բացել են ճանապարհը, թող մտածեն դրա մասին։ Ես կոնկրետ մտածում եմ դրա մասին։ Ես ինքս մտածում եմ արտան, ես Իսպանիայի բնակիչ եմ։